Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գոռ Կարապետի Կիրակոսյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Մեր հերոսն արմատներով Սասունից էր, բայց ծնվել է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 1996 թվականի տարեսկզբին և առաջին ամսին հունվարի 21-ին։ Դրանով կարծես ազդարարում էր աշխարհին, որ ինքը միշտ առաջնային է լինելու, ու ոչ դժվարություն, ոչ ցուրտ, ոչ որևէ խնդիր իրեն չեն հուզելու։ Այո, այդպես էլ եղավ, սակայն սիրելի ու կնդիր, քո թույլտվությամբ ամեն բան ներկայացնեմ հերթով։ Գոռն ուներ իրենից մեծ եղբայր, ինքը շատ աշխույժ ու ընկերասեր էր, եթե մեկին սիրեր, մինչև վերջին կաթիլը կնվիրվեր ու նրա համար ամեն ինչ կաներ։ Նաև ուներ պատասխանատվության բարձր զգացում, շատ խելացի և աշխատասեր էր։ Փոքր տարիքից սիրել է զենքեր, երբեք ուրիշ խաղալիքներով չի խաղացել։ Նրա խաղալիքներն էին ատրճանակը, հրացանը, տանկը։ Սա ևս խորհուրդ ուներ իր մեջ, որ փոքրիկը մեծանում էր որպես հայրենիքի նվիրյալ, իսկ դա գալիս էր իր սասունցի լինելուց, քանզի սասունցիները միշտ պատվախնդիր են եղել, թասիբով, նամուսով ու հայրենասեր։ Ապա սիրում էր խաղալ պտուտակահանով, աթվիորկա, հարթաշուրթով, պլասկագուբցի, նմանատիպ այլ գործիքներով ևս, որոնց հանդեպ տածած իր սերն էլ հետագայում նրան տարավ մասնագիտական ուղիով։ Հաճախել է հայրենի գյուղի դպրոցը, որտեղ որպես ուսուցչուհի աշխատում էր մայրը, սովորել է բարձր նիշերով։ Ասում են, կարգապահ և զգոն տղա էր, ավելորդ վեճեր ու բացասական երևույթներ չէր ստեղծում իր շրջապատում, իսկ ուսուցիչները սիրել և հարգել են իրենց աշակերտին։ 6-րդ դասարանից կարծես սիրահարվել է հորեղբոր արհեստին, ավտոէլեկտրիկությանը և սկսել է ամեն օր դասերից հետո գնալ նրան օգնելու, ու այդպես ինքն էլ է սովորել այդ գործն ու այն իրենը դարձնելով, դարձել իր գործի վարպետ։ Ուսուցիչներն ասել են. «Եթե դու այսքան վարժ տիրապետում ես այս արհեստին, դա մեզ համար ամեն ինչ է»։ Նա շատ է սիրել և խորացված կերպով ուսումնասիրել է ֆիզիկա ու մաթեմատիկա։ 4-րդ դասարանից 4 տարի զբաղվել է նաև սպորտով, բռնցքամարտով։ Դպրոցն ավարտելով ընդունվել է Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումի ավտոփականագործական բաժինը և սովորել գերազանց։ Սակայն հայրենիքի կանչով եկավ բանակ զորակոչվելու ժամանակը։ Հայրենի սահմանն իր կարիքն ուներ, կրթությունը կսպասեր, և Գոռը տեխնիկում ընդունվելուց 1 տարի հետո զորակոչվել է բանակ։ Զորակոչվել է 2014 թվականի հուլիսի 7-ին Արցախ մատաղից, որպես սահմանապահ և վարորդ։ Երբ դիրքերում էր, դիրքապահ էր, երբ դիրքերից իջնում էր, սկսում էր զբաղվել իր մասնագիտությամբ՝ մեքենաներ նորոգել։ 2016 թվականի մարտի վերջին մեր հերոսի մեքենան հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ է հայտնված եղել, անգամ փորձել են խոցել, հետքեր թողնելով մեքենայի վրա, բայց մեր քաջն իրեն հատուկ ճարպկությամբ կարողացել է խուսափել արագահաս վտանգից։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ եղել է, որ մատաղիսցիները գյուղապետի հետ գնացել են զորամաս, հրամանատարությունից թույլտվություն վերցրել, նրան տարել, որ իրենց մեքենաները նորոգի։ Նրանից հետո մատաղիսում ամբողջ գյուղով Գոռի անունով էին երդվում և խոր վիշտ ապրում նրա համար։ Մեր քաջը երբեք չի բողոքել ծառայությունից, երբեք չի տրտնջացել, միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ և օրինակելիությամբ, հաճախ է արժանացել հրամանատարների գովեստին և բազմաթիվ խրախուսանքների,
Դիրքերից իջնելուց հետո միշտ իր ծառայակից ընկերներին անհրաժեշտ պարենով ապահովում էր հենց նա, շարքային Գոռ Կիրակոսյանը։ Դա նրա համար դարձել էր սուրբ առաքելություն, ու նա այդ տիտղոսը որդեգրել էր հաց տանող անվանմամբ և այն կրեց մինչև վերջ։ Ասում են, օր է եղել մի քանի անգամ է բարձրացել դիրքեր, հաց է տարել, ջուր է տարել, զինամթերք է հասցրել դիրքապահներին, սակայն ծնողները չեն իմացել։ Նա իր զինակից ընկերներին հոգատարությամբ միշտ ասել է. «Երեխեքս, մաջան, երեխեքիս հաց եմ տանում»։ Հաց տանող։ Ասել է, թե սովից փրկող, կյանք նվիրող, կյանքի կոչող, բայց ինչու քո բարի գործը քեզ չօգնեց։ Ասում են, բարի գործ արա, դեմդ կբերի։ Ասում են, լավություն արա, ջուրը նետի, մարդը չիմանա, ձուկը կիմանա, ձուկը չիմանա, Աստված կիմանա։ Ասում են, բայց արի ու տես, դժվար է բառեր գտնել։ Մեր հերոսը, մեր հաց տանողն իր տիտղոսին հավատարիմ ու անդավաճան մնաց անգամ ապրիլյան պատերազմի օրերին, և հենց դա իրականացնելու ժամանակ էլ հավերժացավ, արծիվ դարձավ, կատաղի թշնամու տեղացող արկերի տակ մեքենայից իրենց հասցրած սնունդն էր դատարկում ջոկի հրամանատարի Վլադիմիր Նարինյանի հետ։ Նարինյանը ոչ մի զինվորի չէր թողել դուրս գալ կացարանից, ու մենակ էր գնացել նրան օգնելու, և երկուսով էլ հենց այդտեղ էլ հավերժացան։ Նրանք անմահացան առավոտյան ժամը 11:30-ին։ Այդպես էլ չիմանալով, որ ընդամենը կես ժամ անց 12:00-ին կնքվեց հրադադար, և հայը հաղթանակած դուրս եկավ այս դավադիր պատերազմից։ Խոնարհումս մեր երկու խիզախներին։ Գոռի զորացրվելուն մնացել էր ընդամենը 3 ամիս։ Այնքան քաջ էր, այնքան անվախ ու այնքան լավատես, որ մեկ ակնթարթ անգամ չվարանեց ու չմտածեց, որ կարող է թուրքի գնդակն իրեն էլ հասնի, թեպետ, եթե այդ մասին մտածեր էլ, էլի անվարան կերպով կնետվեր առաջ։ Նա առաջինն էր, ով համարձակվել է թշնամու կողմից հրետակոծվող ճանապարհով հասնել սահման, որ մեր սահմանապահներին ապահովի սնունդով, զենքով և ջրով։ Ապրիլի 5-ին նա մի քանի անգամ արդեն հասցրել էր սնունդ ու ջուր հասցնել դիրքեր, և այս ամենը ոսոխի կրակահերթի տակ, որը նաև թշնամու առաջխաղացմանը կասեցման առիթ էր հանդիսացել։ Սակայն ցավոք վերջին պահին զոհվեց Արյունարբու գազանի հրետակոծությունից, փրկելով 250 կյանք։ Ընդամենը 30 րոպե, և ընդամենը 30 րոպեից կնքվեց հրադադար։ Սակայն ցավոք նա չտեսավ այնքան բաղձալի հաղթանակը, որ երազում էր իր մարտական ընկերների հետ 4 օր շարունակ։ Այո, չտեսավ, բայց ասել է, թե հաղթեց նենգոտարին իր արիությամբ, իր ոգով, իր համարձակ քայլով, և նա հավերժ մնաց պատմության մեջ հաց տանող անվամբ։ Փառք քեզ ու քո սխրանքին, մեր անպարտելի քաջ, թեկուզ և ճամփորդ ես հավերժի։ Խոնարհվում եմ քո աննկուն ու հզոր ոգու առաջ։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության համար և արիություն մեդալներով։ Զինընկերները, զգալով վտանգը, խնդրել են չվտանգել կյանքը, բայց նրան համոզել հեշտ չէր։ Մեր հերոսի հերոսածին մայրը՝ տիկին Գայանեն, արցունքն աչքերին պատմում է.
Զանգում էի, ասում էր. «Մա ջան, ամեն ինչը վերջանալու է»։ Ու 2 բառ խոսելուց հետո սկսում էր երգել կրակոցի ձայները, ես լսում էի։ Նաիվ երգով ուզում էր ինձ շեղել, որ չզգամ ինչ է կատարվում։ Վերջին անգամ մոր հետ խոսել է հենց զոհվելու օրը, ամսի 5-ին։ Մայրն է առավոտ ժամը 7-ին զանգել նրան։ Հարցրեցի ինչ ես անում, ասաց մա ջան սուրճ եմ խմում, հետո երեխեքին մեր զինվորներին հաց եմ տանելու, մի ժամից հետ կգամ ու կզանգեմ։ Մտովի ակամայից կրկնեցի հետ կգամ ու կզանգեմ։ Բա ինչու չզանգեցիր Գորջան, մայրդ դեռ սպասում է, միթե մոռացել ես։ Մայրը մի դեպք էլ հիշեց։ Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց մա, շտապում եմ, երեխեքին, դե մեր զինվորներին հաց եմ տանում, հետ գամ ու կզանգեմ, հարցրեցի Գորջան, դու հաց կերել ես, ասաց չէ, հացը տանեմ, հետո կգամ կուտեմ, սպասի մի ժամից կզանգեմ։ Նորից միտքս գնաց հեռուն և ուղեղումս արձագանքվեց կգամ կուտեմ։ Հերոս ջան, գնացիր, որ հավերժանայիր լացակումած տիկին Գայանեն, ասում է, սպասեցի 1 ժամ, 2 ժամ, զանգ չեկավ, հետո անհասանելի էր։ Ես մի քիչ հանգիստ էի այնքանով, որ երբ հեռուստացույցով տալիս էին զոհվածների անունները, Գոռիս անունը չկար, բայց սիրելի հաց տանող, միթե հացը դեռ տեղ չես հասցրել, որ մորդ ականջը թողնում ես զանգիդ կարոտ, իսկ աչքը ճամփիդ։ Նա վախ չուներ ու գիտակցաբար էլ գնացել էր այդ քայլին, ասացին հերոսիս ծնողները։ Հերոս ջան, այսօր դու ամբողջ հայազգինն ես ու բոլորն են քո առաջ գլուխ խոնարհում։ Մեր կողքին դու միայն ֆիզիկապես չկաս, որ համեստ ու գոհունակ ժպտաս և այդ ժպիտի միջից վեր հառնի քո շնորհակալությունը։ Հերոսիս հայրը, պարոն Կարապետը, նորից ասաց. ես եղբորս ու մյուս տղայիս հետ Ռուսաստանում էի, արտագնա աշխատանքի։ Զանգեցի Գոռիս ասելու, որ ուզում ենք ես ու եղբայրս գալ, կողքիդ լինել։ Ինքը մեզ խաբեց։ Ասաց իբր մյուս տեղերում է անհանգիստ, իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Ասաց պա ջան, ես դիրքերում չեմ, Զորամասում եմ, գարաժում, մեքենաներն եմ նորոգում։ Բոտն իմացել են ամսի 6-ին։ Հորեղբոր ընկերները զանգել են, թե երեխեն վիրավոր է, եկեք հասեք։ Սկզբում ասել էին վիրավոր է, այդ հույսով էլ հայրն ու հորեղբայրը գալիս էին Հայաստան։ Մոսկվայի օդանավակայանում նրա մեծ որդին, Գոռի մեծ եղբայրը, Facebook-ը թերթելիս զոհվածների նկարների մեջ Գոռի նկարն է տեսել։ Ասում են 6 ամիս սահմանին է կանգնել, հայրն ասել է, ախր այդպես չի կարելի, իսկ ինքը պատասխանել է. պա ջան, ախր ես էլ եմ նույնը տեսել, ինչպես չհասնեմ ընկերներիս։ Երբ հերթական անգամ արձակուրդ էր եկել, մի նկար էր գնել պատից կախել, իսկ արձակուրդից հետո Զորամաս վերադառնալիս ասել էր. մա, այդ նկարը հանի, որ իմ կախես։ Ինչ-որ բան գուցե զգացել էր, որ մորն ասել էր. մա, վերջին անգամ ենք իրար տեսնում։ Փշաքաղվել կարելի է։ Միթե գուշակել էիր հերոս ջան։ Այս մասին նույնիսկ գրել անհնար է, ուր մնաց խոսեմ։ Նա սիրած աղջիկ ուներ, ինչպիսի հաճելի իրողություն, ում հետ դեռ մի ամբողջ կյանք պիտի ապրեր։ Սիրած աղջիկը բնորոշում է նոր կյանքի սկիզբ, նոր նպատակներ, նոր պլաններ, նորաստեղծ ընտանիք։ Բայց Գոռ ջան, ուր մնացիր։ Սիրածդ գեղեցկուհու աչքը
ճամփիտ մնաց, ախր երիտասարդ է, ախր մեղք է, ախր Գորջան, առանց քեզ դժվար է։ Նա իր սիրելի երգերն է ունեցել, թռչեի մտքով տուն և տեղս պահեք բլուրում, զուգադիպություն է սա, թե կանխազգացում, հայրը, պարոն Կարապետը, նորից հիշում է, գոռս միշտ ինքն է ինձ խրախուսել, փոխանակ ես նրան խրախուսեմ, ասում էր պա ջան, երբեք չնեղվես, դուխդ տեղը պահի, ամեն ինչ լավ է լինելու, ասում են, որտեղ օգնություն էր պետք, գոռն այնտեղ էր, հայտնվում էր ակնթարթային, միշտ բոլորը գիտեին ուր էլ գնար, ամեն բան կկարգավորվեր։ Նրա մոտ մի տետր կար, մի քանի էջ գրված, սիգարետ, հաց, խտացրած կաթ, պահածո և այլն, միշտ գնում էր բոլորի ուզածները։ Քառօրյա պատերազմ, անունն ինքնին հուշող է, 4 օր տևած պատերազմ, բայց իրականում ամբողջ ապրիլն էր պատերազմական, և այդ ողջ ընթացքում զինվորներին պետք էր զենք, զինամթերք, սնունդ, ջուր և հոգեբանական աջակցություն։ Այդ ամենը շատ այլ վարորդների հետ ապահովում էր և մեր հերոս Գոռ Կիրակոսյանը, վերջիններս, որպես վարորդ, քաջ գիտակցելով վտանգը, ոչնչի առաջ կանգ չէին առնում իրենց զինակից ընկերներին հասցնելու անհրաժեշտը, թեկուզ և դա իրանց կյանքն արժենար, ինչպես և դա եղավ մեր հերոսի պարագայում։ Եղել են պահեր, երբ նույնիսկ հրամանատարական կազմն է բացառել ինչ-որ մեքենա կարողանա անցնել այդ թեժ կրակահերթի միջով, բայց ի զարմանս բոլորի, մեր հզոր քաջին դա հաջողվել է։ Նա հաց ստանող էր կնքվել, մկրտվել կամավոր, այս հարցում նա հրաման չէր կատարում, լիարժեք հնարավորություն կամ իրավունք ուներ այդպես անձնուրաց չգործելու, բայց նա չէր կարող, քանզի այնտեղ ոչ հեռվում իր ընկերները հանուն հայրենիքի կյանքի մահու կռիվ էին մղում, անգամ երբ 1990-ական թվականների ազատամարտիկներն էին գնում դիրքեր, զարմանում էին այսօրվա սերնդի խրոխտ ոգու վրա, երբ թեժ հրետակոծության ժամանակ դավադիր արկն ընկավ մեր քաջերի վրա, կապիտան Էդուարդ Եղիազարյանը ևս վիրավոր, բայց ուզեցել է օգնել Գոռին, այդ խառն ու թեժ կրակի տակ Վլադիմիր Նարինյանին սկզբում չի ճանաչել, Գոռին ասել է վեր կաց Գոռ ջան, վեր կաց, հասկանանք ինչ է կատարվում, նա այդ պահին պարզապես շոկի մեջ է եղել ու չի հասկացել ինչ է եղել, բայց երբ արդեն կողքից մեկ այլ վաշտի հրամանատար հասել է օգնության և զեկուցել, որ վիրավորներ էլ կան, օգնել է պետք, նա սթափվել է ու հասկացել, որ երկուսն էլ զոհված են։ Այո, ճիշտ է, նրանց զոհվելուց ընդամենը 30 րոպե անց հրադադար է կնքվել, բայց Արյունար Բուգազանը դեռ չէր հանդարտվել ու չէր փակում իր արյունոտ երախը, շարունակում էր թափել իր երախից դուրս նետած լավայի մնացորդները, կրակում էր այս դիրքի ուղղությամբ ու կրակում։ Մեր հերոսի հայրենի գյուղի այն նույն դպրոցի ռազմագիտության դասարանը, որտեղ նա է սովորել, անվանակոչված է նրա անունով, ապա Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցու բակում վեր է խոյանում կրկին նրա հիշատակին նվիրված խաչքար, ապա մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը նրա հիշատակին նվիրված մատուռ էր տեղադրված իր իսկ սորամասում, որ նրա հոգին և ոգին պահապան լինի մյուս զինվորներին, իսկ դիրքերում տեղադրված էր հուշաքար, որը հավերժացնում է մեր քաջի հիշատակը։ Մեր հերոսի ուղարկավորությունից հետո նրա հայրիկի ընկերը,
որդի է ունեցել, փոքրիկ Սարգիսը, ով հիմա ընդամենը 3 տարեկան է, բայց դեռ շատ փոքրուց հոգով կապված է գոռի հայրիկի հետ, ճիշտ այնպես, ինչպես գոռն է կապված եղել հոր հետ։ Ապա հերոսի եղբայրն ամուսնացել, տղա է ունեցել և անվանակոչել նրա անունով։ Ահա այսպիսինն էր մեր հերոսը, ով անգամ իր ֆիզիկական բացակայությամբ կյանք է պարգևում նոր սերնդի շատ փոքրիկների և ապրեցնում ամբողջ ազգին, բոլորին նա հայտնի է հաց տանող անվամբ, ում առաջ խոնարհվում եմ և սիրով ասում. պատիվ ունեմ։